Գյումրու տնակային ավանների խնդիրը դեռ շարունակում է մնալ քաղաքի ամենացավոտ ու երկարամյա խնդիրներից մեկը։ Քաղաքում դեռ կան հազարավոր տնակներ, որոնց բնակիչների կարգավիճակները, խնդիրներն ու պետության նկատմամբ ունեցած պահանջները նույնը չեն։ Տարիներ շարունակ տարբեր կառույցներ ներկայացրել են տարբեր թվեր, ինչն էլ հաճախ լրացուցիչ հարցեր է առաջացնում, քանի մարդ է իրականում ապրում տնակներում, պետությունն ում հանդեպ ունի պարտավորություն եւ ի վերջո ինչ է նշանակում Գյումրին ամբողջովին ազատել տնակներից։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խոսքով այստեղ պետք է տարբերակել երկու խնդիր՝ Գյումրին տնակներից ազատելը եւ անօթևանության կարգավիճակ ունեցող քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելը։ Ըստ նրա, աշխատանքներ են տարվում կառավարության եւ քաղաքաշինության կոմիտեի հետ խնդրի լուծման մեխանիզմները գտնելու ուղղությամբ։ Այս խնդիրը չի լուծվել իմ խորին համոզմամբ նրա համար, որովհետեւ բոլորի մոտ տարբեր թվեր են արդեն 40 տարի, 2028-ին արդեն 40 տարի կլինի, որ այդ թվերը բոլորի մոտ տարբեր են։ Քաղաքապետարանը ուրիշ թիվ ունի, մարզպետարանը ուրիշ թիվ ունի, կառավարությունը ուրիշ թիվ ունի։ Ու այդ խնդիրը լուծելն էլ մի քանի փուլեր ունեն։ Գյումրիում կա 2600 տնակ մոտ։ Ու ինչ եմ ասում մոտ, որտեվ ամեն օր թիվ է փոխվում։ Գյումրիում կա 2600 տնակ, որից կառավարությանը որից 700-ը ընդհանրապես մարդ չի բնակվում, մոտարապես 400-450-ի սահմաններում կառավարությունը տնագում բնակվող քաղաքացիների հանդեպ կառավարություն ունի պարտավորություն ինչ-որ ձևով փոխհատուցում տալու, իսկ մնացած տնակները այն տնակներ են, որոնք ժամանակին սեփականատերերը ստացել են ԲԳՎ կամ բնակարաններ, բայց բոլորիս հայտնի պատճառներով կամ ձևերով չեն աբամոնտաժել այդ տնակները, ու այդ տնակներում հիմի քաղաքացիներ կան, որոնք բնակվում են։ Առաջի մասով կառավարությունը իրականում պետք է լուծի խնդիրը պարտավորություն, որոնց հանդեպ ունի։ Այն մյուս քաղաքացիների հանդեպ, որոնց հանդեպ պարտավորություն չունի, կառավարությունը մենք այդ մասով չենք էլ քննարկում։ Բայց այն, որ տնակները պետք է քաղաքից աբամոնտաժվի, արդեն վերջը եկանք ասանք 2026 թվական 38 տարի անցել է արդեն երկրաշարժից, այդ խնդիրը պետք է լուծվի, բայց ել եմ ասում, ինչ ենք մենք քննարկում ենք տնակներից Գյումրին ազատելու հարցը, ասացի 3 շերտ ունեցող հարցը այդ, թե անօթևանության կարգավիճակ ունեցող տնակում բնակվող մարդկանց հարցը։ Այնտեղ 450 են, ոչ թե 2500, որի թիվը ունենք։ Այդտեղ մենք աշխատանքներ տարվում են, մենք որոշ ժամանակ առաջ, հստակ չասեմ, վարչապետի մոտ աշխատանքային խմբով քննարկում ենք ունեցել այդ ուղղությամբ, ու մի քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատանքներ ենք տանում այդ հարցի լուծման ճանապարհները գտնելու համար։ Ես իմ պատկերացումներն ունեմ այդ ճանապարհի մասով, ու առաջարկությունս արել եմ կառավարությանը, հիմա քննարկում են, թե այդ մեխանիզմով ենք առաջ գնում, թե այլ մեխանիզմ ենք գտել, բայց վերջնաժամկետ կառավարության որոշում կա այս պահի դրությամբ 2027 թվականի նոյեմբեր, բայց քանի որ ծավալները այդ վերջնաժամկետը Գյումրին տնակներից ազատվելու մասին է, բայց քանի որ ծավալները շատ մեծ են, գուցե այդ ժամկետները մի քիչ երկարացվեն։